Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Դե լավ, արագացրու պատրաստվի, ես էլ կգնամ տպարան ուրեմն։ Բա քեզ այս տխուր ոնց թողնեմ։ Դե իմ տխրելը բնական է, ոնց որ քո տխրելը, բայց պիտի էմոցիաները մի կողմ դնենք ու շարժվենք բանականությամբ։ Ես այդ ընթացքում, քո բացակայության ընթացքում տպարանում ավելի շատ կաշխատեմ, որ երբ գաս, հարսանիքից հետո հանգիստ կարողանանք վայելել մեր ազատ օրերը։ Մի հատ էլ ենք շատ կարևոր բան մոռացե պայմանավորվենք։ Ինչ։ Դե հարսանիքից հետո մեղրամիսուր ենք գնալու։ Ինձ համար մեկ է, կարևորը միասին լինենք։ Լավ, ուրեմն ես կորոշեմ։ Բայց գիտես ուր եմ ուզում գնանք։ Բա ասում ես մեկը։ Ոնց ես։ Նեղացել եմ քեզանից։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Այդ քեզ չի փրկի Արման։ Համել ինչի է շշուկով խոսում։ Կողքդ մարդ կա։ Էլ կա լավ էլի։ Արդեն իրոք սկսում եմ ինձ վատ զգալ։ Արման, սովորական հարց եմ տալիս։ Հա, կա, բայց ինչ որ դու ես մտածում։ Արման, այս ոչ առաջին անգամն է, ոչ էլ։ Վերջին ժամանակներս շատ է այսպիսի բաներ լինում։ Դու անընդհատ կորում ես, աշխատանքից դուրս ինչ-որ զանգերի ու հարցերի մեջ ես։ Ինձ արդեն այս ամեն ինչը ընդհանրապես դուր չի գալիս։ Հա, էլի կատակի տանք ու անցնենք առաջ, բայց ամեն ինչ չափ ունի, չէ՞։ Պատասխանի զանգից խոսանք։ Չէ։ Արի այսօր էլ մի զանգի։ Ամել դու այսօր շատ խառն ես։ Չեմ ուզում քեզ խանգարեմ։ Ախպեր ես, որ հասնես Ամերիկա, մերոնց համ կբարևես, համ էլ անպայման կասես, որ ես իրոք աշխատում եմ, էլի թե չէ, որ ես ասում չեն հավատում։
Բա ոնց պատմելու եմ, որ առավոտից իրիկուն տանջվում ես, այնքան ես աշխատել կաշիտ ու ոսկորը տա մնացել, տենց լավա, տենց կհավատան։ Չէ, որ տենց ասես, հա, կհավատան, բայց մերս կվատանա, Որ ասեցիր գալու ես հետևիցս ինձ թվաց տաքսիով ես գալու։ Ախպերս, բայ ես կթողեմ իմ ախպոր հարազատ ընկերը տաքսիով գնա այրոպորտ։ Հա, տենց, պաստորեն մենակ ինձ որպես մեծ աղբոր ընկեր ես ընդունում, հա, ինձ որպես ընկեր չես ընդունում։ Չէ, դե որ ընկեր չընդունեի, ընկերներիցս ավտո կվերցնեի, որ գայի քո հետևից։ Պաստորեն ընկերներիդ ավտոնա։ Հա, իրանք առաջարկեցին, ես էլ տենց առաջարկներից չեմ հրաժարվում։ Լավ, դե գնամ ես։ Գորջան, մինչև գնալդ ուզում եմ մի հատ բան ասել։ Ասա Արամ ջան։ Եվան էր զանգել, ուզում էր հանդիպեինք, խոսայինք։ Ուզում էր հանդիպեք։ Ինձ ինչի ես ասում։ Ախպերս դե ես չգիտեմ, ինչի համար ա ուզում հանդիպենք։ Կարող ա ուզում ա խոսքը քաշի, ինչ որ բան իմանա։ Ես էլ չգիտեմ, այս ընթացքում դուք հանդիպել եք, խոսել եք իրար հետ, ես ինչ պիտի ասեմ, ինչ պիտի չասեմ։ Առանձնապես չենք խոսացել։ Հետո ես ոչ Իրանից, ոչ էլ ինչ-որ մեկից թաքցնելու բան չունեմ։ Մեր պատմությունը վաղուց ավարտվել է։ Ու եթե ուզում ա քեզ տեսնի, երևի որ պետքա գնա Ամերիկա, ինքը ձեր ընտանիքի հետ էլ է մոտեղ է, ուզում ա հաջողություն ասի քեզ։ Հա, կամ էլ տենց հա։ Ուզում ա տեսնի, որ հաջող անի։ Քեզ համբերություն, ինձ էլ բարի ճանապարհ ախպեր ես։ Բարի ճանապարհ ախպեր ես։ Ես արդեն պատրաստվում եմ ինքնաթիռ բարձրանալ։ Չտխրես, որովհետև ես իմանալու եմ ու շատ վատ կամ ինձ։ Կփորձեմ անդադ կապի լինել հետդ, որ չանհանգստանաս։ Սիրում եմ քեզ, իմ ծով աչքերով սիրուն Սառա։ Քեզ լավ նայի մինչև հետ գամ ու վերջապես ամուսնանանք։ Ես էլ քեզ եմ շատ սիրում Գոր ու արդեն անհամբեր սպասում եմ վերադարձիդ։ Դու էլ քեզ լավ նայի ու շուտ հետ արի։ Ես չեմ քնելու, չեմ կարողանալու քնել։ Ես ասում եմ նրա համար, որ հենց կապի միջոց ունենաս, անմիջապես ինձ զանգես։ Բարի օր, Բալես։ Բարի օր, մամ ջան։ Կուզես քեզ էլ թեյ լցնեմ։ Չեմ հրաժարվի։ Ապրես։ Մի տեսակ ես, մամ։ Հոգնած տեսք ունես։ Այսօր իրականում գրեթե չեմ էլ աշխատել, Բալես։ Ուղղակի շատ մտահոգ եմ։ Ամբողջ գիշեր ննջարանիդ լույսը չանջատված։ Չես քնել։ Չէի կարողանում։ Շատ անհանգիստ էի։ Ինչի։ Քիչ բան կա անհանգստանալու, Բալես։ Ամեն անգամ երբ մտածում ենք, որ ամեն ինչ խաղաղվել է, բայց շատ հանկարծակի մի նոր աղետ է սկսվում։ Ռեբեկային նկատի ունես, չէ՞։ Ժպտում ենք, բայց լացելու բան է, մամ։ Պիտի տեսնեի Ռեբեկան իմ հետ ոնց էր խոսում։ Ինքը ինձ այս աշխարհի ամենավերջին դավաճանն է համարում, մամա։
Երևի ինքը ճիշտ է։ Երևի ես Արմանին սիրելով հորս իշատակը դավաճանում եմ։ Մամ, ուղղակի ես չեմ կարողանում հասկանում ես։ Ես հասկացել եմ, որ դու նկատել ես, դրա համար էլ հիմա հանգիստ քեզ ասում եմ։ Ես ու Արմանը փորձեցինք բաժանվել, բայց չստացվեց, ինչ անեմ, մամա։ Բայց կարող է Ռեբեկան իրոք կոպիտ է, բայց ինքը երբեք չի մտածի այն, ինչ հիմա դու ես ասում։ Մամա ինքն է ինձ ասել։ Դու ուղղակի չես լսել ինքն իմ հետ ոնց էր խոսում։ Ռեբեկան ինձ երբեք չի ներելու։ Ներելու հարց չկա։ Սերը մեղք չի, որ ներելու կարիք ունենա։ Արմանը չի սպանել քո հորը։ Ինքն էլ անույն չափ տանջվում, որքան որ դու։ Դուք երկուստ էլ նույն իրավիճակում եք։ Ու այս պարագայում լավագույն ընտրությունը դա իրար ընտրելն է։ Հայս հասկացել է, որ դուք միասին եք։ Կարող է ձեզ իրար հետ չեմ տեսել, բայց միայն քո հանգստությունը, աչքերիդ վերադարձած փայլն ու ժպիտը հերիք է, որ հասկանայի Արմանի հետ հաշտվել եք։ Այդ իրոք այդքան ակնհայտ է։ Ավելին, քան դու կարծում ես։ Տեսում եմ տեսնում։ Օ, չեմ հավատում։ Փաստորեն իզուր չեմ ասում էլի քեզ սիրուն տղա։ Երբ ջան, տեղս չգիտեն ուղղակի։ Բարի գալուստ հայրենիք։ Ապրես։ Ուղղակի իմ դեպքում բարի գալուստու մնաս բարովը նույն տեղում ենք նշելու։ Վերջը երբ որոշեցիր գնաս։ Լսի, դե սպասում եմ տուրիստականից այդ մոտակա չվերթները ուղարկեն։ Հասկացա։ Դե հիմա դու ասա ինչ ես ուտում։ Ես եմ հյուրասիրում։ Իսկ դու ինչ ես առաջարկում։ Այստեղ շատ համով անգուսի քյաբաբ կա, չնայած ամեն ինչն էլ շատ համով է, ինչ էլ որ ընտրես, հաստատ գոհ ես մնալու։ Չէ, ուրեմն արի անգուսի քյաբաբ։ Իսկ կարող է գարեջուր էլ խմենք։ Հայաստանի գարեջուրը շատ եմ կարոտել։ Ընտիր աղջիկ եմ ասել։ Իհարկե կա, այն էլ ինչ ընտիր գարեջուրա։ Արժե էլի թրիչքը հետաձգել։ Ոնց հետաձգել, բա ասեցիր հələ չես վերցրել։ Լսի, դե մի չվերթը բաց եմ թողել, բայց մի հատ դու գնա ուտելիքը բեր, հետո կշարունակենք, հա։ Հա, իհարկե, եւ ջան, հեսա գնամ տղեկին ասեմ թող պատրաստեն, ես էլ ուտելիքդ կբերեմ։ Okay. Մամ, բայց հիմա ինչ անեմ։ Ոնց անեմ, որ իմ ակնհայտ երևացող երջանկությունը քրոջս տառապանքի պատճառը չդառնա։ Ես հասկանում եմ, որ սխալ եմ, ես հասկանում եմ, որ Ռեբեկայի ներսը ցավում է։ Իմ պապան էլ է մահացել։ Իմ ներսն էլ է ցավում, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ մենակ իրանն է ցավում։ Այդպես չի մամ։ Ուղղակի ես երկու կորստի պատրաստ չէի։ Բայց Ռեբեկան շատ ծանր է տանում հոր մահը, որովհետև տպարանի գողության հետ կապված ինքը խնդիրներ ա ունեցել Միսակի հետ։ Ռեբեկան շատ հարցերում ինքն իրեն ա մեղադրում։ Շատ հարցերում չի կարողանում ինքն իրեն ներել ու մինչ այսօր ձայն չի հանում։ Բայց մենք պիտի ներողամիտ լինենք բալես։ Ու մի մոռացի նաև, որ ինքը վահե ա կորցրել։ Կարճ ժամանակահատվածում երկու սիրելիների կորուստ ա ունեցել։ Ռեբեկային ժամանակ ա պետք, որ վերականգնվի, հաշտվի։ Մամ, դու մտածում ես, որ Ռեբեկան մի օր կհաշտվի Արմանի հարաբերությունների հետ։ Իհարկե բալես։ Ռեբեկան քեզ շատ ա սիրում, ուզում ա, որ երջանիկ լինես։ Ես վստահ եմ։ Ուղղակի մենք պետք է իրեն ժամանակ տանք։ Բալես, այս կյանքում շատերն են գտնում իրենց սերը։ Իսկ շատերն էլ ուղղակի հաշտվում են ու ապրում են մի տանիքի տակ։ Դու Արմանը գտել եք իրար։ Անկախ ամեն ինչից, խնդրում եմ, Արմանի ձեռքը բաց մի թող։ Լավ բալես։ Մամ, ես էլ եմ այդպես մտածում։ Ուղղակի երբ հիշում եմ Ռեբեկայի ասածները ու խորանում եմ այդ հարցերի մեջ, հասկանում եմ, որ իմ համար շատ դժվար է լինելու։ Դու լավ գիտես, Ռեբեկայի ասածները մեծ ազդեցություն ունեն իմ վրա, հատկապես երբ հարցը հորս է վերաբերվում։
Եղել է այն, ինչ եղել է Ալկա ջան։ Հավատա, ցավալի է, բայց եղել է։ Ես ժամանակին դադարել եմ ապրել, ավելի քան 20 տարի։ Կորուստներից բացի երբեք ոչինչ չեմ ունեցել, բայց խնդրում եմ, դու իմ ճանապարհով մի գնա։ Լավ Ալկա։ Լավ մամ ջան։ Այնքան հավանեցիր, որ երկրորդն ես ուտում արդեն։ Դե հա, շատ համով է։ Լսի, Հայաստանում ուտելիքը շատ ուրիշ է։ Չնայած ստեղ ամեն ինչն է ուրիշ։ Դրա համար մեր հույզերից, ցավերից փախնելու համար հենց ստեղ էլ գալիս ենք։ Եվ ջան, օրինակ ես մեր տնեցիկից եմ փախել։ Դե կարող քո ցավն էլ քո տնեցիկն են։ Դե, այդպես բան։ Բայց եթե լուրջ ես գորի համար եմ եկել Հայաստան։ Դե դու գիտես մեր պատմությունը։ Գիտես ինչքան սիրուն ու երկար սեր ենք ունեցել։ Եվ իրականում ձեր սիրո մասին լեգենդներ են պատտվել ու բոլորն էլ իմացել են դրա մասին։ Ոչ մեկս էլ չենք մտածում, որ ամեն ինչ կարող է ու ավարտվի այդպես։ Բայց դու կարծում ես, որ այդ ավարտվել է։ Ինչի՞ չի ավարտվել։ Դե ամեն ավարտ նոր սկիզբ է, չէ՞։ Ինձ թվում է այս էլ դեպքը չի։ Դե դու ինքդ ես ասում, որ մեր սիրո պատմության հետ կապված ինչ-որ լեգենդներ են պատտվում։ Դու կարծում ես այդ մեծ սերը գորը կարա տենց հեշտ մոռանա։ Արամ այդ պատմության մեջ այնքան սեր ու ցավ կա։ Ես չեմ կարծում, որ այդ հենց նենց կարա անցնի։ Եվ ջան, գորը հեսա ամուսնանում է։ Ինչ նոր ինչ-որ մի բանի սկիզբ։ Ինչի մասն է ընդհանրապես խոսքը։ Ոնց։ Գորը ամուսնանում է։ Հա, չգիտեի՞չ։ Այսինքն գորը դրա համար է գալիս Հայաստան, գալիս է, որ իր կյանքը դասավորի։ Կներես, ես կգամ։ Դու ինչ ես անում ստեղ։ Կներես։ Ռեբեկա ջան, քանի կար քեզ մի կերպ էի համոզում, որ բերեի ստեղ, հիմա դու քո ոտքով եկել ես։ Եկել ես հաց ուտելու, թե ուրիշ նպատակով ես եկել։ Ինչ որ տարօրինակ բան կա, երբ աշխատող մարդը աշխատանքից հետո սոված գալիս է որ հաց ուտի։ Չէ, ոչ մի տարօրինակ բան։ Երկար ես նստած մնալու։ Ինչի քեզ խանգարում եմ։ Ամեն դեպքում այն սեղանի մոտ ինձ չեն սպասում, քեզ են սպասում։ Ու հետո դու ստեղ աշխատանքի ես ընդունվել որպես խոհարար, ոչ թե հաճախորդների զրուցակից։ Այ տես ուղղակի որ քեզ տեսնում եմ, ամբողջ մտքերս խառնվում են իրար, Ռեբեկա ջան։ Լավ, դու հանգիստ հացդ կեր, ես էլ գնամ իմ սեղանի մոտ նստեմ։ Կներես Եվ ջան, ուղղակի ծանոթ աղջիկ էր, ասեցի բարև եմ։ Հա, ինձ էլ է ծանոթ։ Գորը երբ ամուսնանում։ Մի վարքյան չես որտեղից է ծանոթ։ Դե տուրիստականի աշխատակիցն է։ Ինքն էր ասել, որ 2 ժամից է թռիչքը, դե ես էլ ոնց հասցնեի։ Մի րոպե, այսինքն որ դու իմ հետ խոսում էիր, ինքը լսել է, որ մենք ստեղ ենք պայմանավորվում, որ պիտի հանդիպենք, հա, ճիշտ եմ հասկանում։ Դե ինքը դիմացս նստած տոմս էր ման գալիս, ես էլ առիթը բաց չթողեցի, քեզ զանգեցի։ Եվ ջան, կներես էլի, ես հեսա եկա, հա։
Ռեբեկա ջան, մի րոպե սպասի։ Ինչի ես եկել։ Բայց ինչի պիտի չգայի։ Որովհետև մենակ չէիր։ Հա, մենակ չէի, Ռեբեկա ջան, բայց դու ինչի ես սենց ջղայնացած։ Ես ընդհանրապես ջղայնացած չեմ, գնա ընկերուհուդ մոտ։ Ու մոտ Ընկերուհուդ։ Ես ուղղակի մի բան չեմ հասկանում։ Եթե իրական ընկերուհին կար, նպատակը ո՞րն էր հորինել ինչ-որ մեկին։ Ռեբեկա ջան, բայց ով է ասում, որ այդ աղջիկը իմ ընկերուհին է։ Ուզում ես ասես այդ աղջիկը շեղված է ու յուրաքանչյուր ծանոթի ասում է, որ շատ է կարոտել ու դիմում է սիրուն տղայով։ Ահա, փաստորեն տենց լավ էլ ուշադիր լսել ես մեր խոսակցությունը, հա։ Հավատա ինձ էլ հաճելի չէր, բայց ստիպված լսեցի։ Երևում է, որ հաճելի չի եղել, հեչ հաճելի չի եղել քեզ։ Ես նկատի ունեմ ուրիշի խոսակցությունը լսելը հաճելի չի։ Հա, բա ոնց Ռեբեկա ջան, հաստատ։ Լսի, ես մեքենայով եմ կարող քեզ տանեմ տուն։ Չէ, չեմ ուզում։ Ռեբեկա ջան, բայց ես մեկը չեմ հասկանում, դու ինչի համար ես սենց նեղված։ Ես Հա, Ես նեղված չեմ։ Քեզ թվում է։ խանդում ես։ Ում։ Ինձ։ Նետ լավ հարմար տեղավորվել ես, հա, երկնքում։ Այսինքն Ինչի երկնքից, ինչի պետք է ես քեզ խանդեմ։ Ռեբեկա ջան, ես այդ հարցիդ պատասխանը շատ լավ գիտեմ։ Հիմա մնում է դու իմանաս այդ հարցիդ պատասխանը ու գոնե ինքդ քեզ խոստովանես։ Հաջողություն։ Վայ, Եվ ջան, դուրս էիր գալիս արդեն։ Դե ուշացար, մտածեցի գամ տեսնեմ որտեղ ես։ Արամ ասում էիր գոռը ամուսնանում է։ Հա, ամուսնանում ա, Եվ ջան։ Փաստորեն դրա համար է, հա, գնացել Ամերիկա։ Չէ, դրա համար չի գնացել Ամերիկա, ուրիշ գործեր ուներ։ Ստեղ ա լինելու հարսանիքը ու մի քանի օրից։ Կարող քայլենք։ Եվ ջան, քայլենք։ Ես ստեղ ուղղակի տղեկից որ գործի չէին եկել, ինձ էլ տեսան ստեղ եմ, ասեցին կարող անես լինի փոխարինեմ իրանց էլի, թե չէ մեծ սիրով կքայլեինք։ Հասկացա, իսկ երբ ես ավարտում։ Մի քանի ժամից։ Կարող հանդիպենք, խոսենք, համ էլ մի բան կխմենք։ Հա, որ։ Դե Արամ, ես Հայաստանում ստեղ ոչ մեկին չեմ ճանաչում։ Մենակ քեզ գիտեմ, ուզում եմ քո հետ մի քիչ ժամանակ անցկացնեմ։ Եթե իհարկե հարմար է քեզ։ Հա, հարմար է, Եվ ջան, գործս վերջացնեմ ու կապնենք իրար հետ։ Դե կսպասեմ զանգիդ։ Գորից նորություն կա։ Ինչքան կապա ունենում գրում է։ Մտածում եի, որ այստեղ չլինի, շատ կաշխատեմ, բայց չեմ կարողանում։ Գիտես չէ, այսօր մի քանի ժամ տպարանում եմ եղել, չեմ կարողացել կենտրոնանալ։ Այսօր իմ համար էլ է շատ խառոր։ Արման այնքան տարօրինակ է։ Ինչի՞։ Չգիտեմ, Սար։ Անբացատրելի խառն է ինքը, հասկանում ես։ Միշտ զբաղված է։ Այսօր ասացի, որ նեղացել եմ, իրոք նեղվել էի։ Ուրիշ ժամանակ հեռախոսը չանջատած կգար մեր բակ։ Իսկ այս անգամ ոչ եկավ, ոչ էլ երկու անգամից ավել զանգեց։ Էլկա, բայց քաղաքից դուրս է ոնց գար։ Սար, դու լավ գիտես։ Արմանը, որ պապիկի հետ քաղաքից դուրս է գնում, ինքը չի մնում, հետա գալիս։ Դե լավ էլ կա, վաղը կգա, կխոսեք։ Մեծ հաշվով նեղվելու բան կարող է չկա։ Ուղղակի չգիտեմ, շատ տարօրինակ է։
Օրերով անհետանալը, զանգերին չպատասխանելը, թաքուն խոսելը։ Ինչ ես ակնարկում։ Ուշադրություն մի դարձրեմ։ Կարող ուղղակի ինձ ա թվում։ Ռեբեկան էլ մյուս կողմից։ Այ Ռեբեկայի պահվածքն արդեն ինձ սկսում է նյարդայնացնել։ Գորնա, Դե լավ, ես գնամ դու խոսի։ հա գոր։ Ռեբեկա, կարող ենք խոսել։ Ռեբեկա, ինչքան պետք է այսպես շարունակվի։ Ինչքան պիտի ինձ չնկատես։ Մենք քույրեր ենք, չէ՞։ Ինչքան պիտի մի հարկի տակ ապրենք ու չխոսենք իրար հետ։ Ինչ ես անում։ Գնում եմ քնեմ, որ լույսը բացվի ու դուրս գամ այստեղից։ Ռեբեկա, մի գնա։ Ես կգնամ Սարայի մոտ կմնամ։ Ինչ ուզում ես արա, բայց ինձ չասես, թե ես ինչ անեմ։ Դու կարծում ես այդ մեծ սերը գորը կարա տենց հեշտ մոռանա։ Արամ այդ պատմության մեջ այնքան սեր ու ցավ կա։ Ես չեմ կարծում, որ այդ հենց նենց կարա անցնի։ Եվ ջան, գորը հեսա ամուսնանում է։ Ինչ նոր ինչ որ մի բանի սկիզբ, ինչի մասն է ընդհանրապես խոսքը։ Ոնց։ Գորը ամուսնանում է։ Ոնց է իմ սիրուն Սարան։ Լավ եմ, արդեն կարոտել եմ քեզ։ Դիտման պես չէ տենց բաներ ասում, որ չդիմանամ շուտ գործերս վերջացնեմ, առաջինը հենց վեր կենամ ու գամ միանգամից քո մոտ։ Հա, ճիշտ էլ հասկացել ես։ Վաղը գնալու եմ դպրոց, որ մրցանակը տամ Տաթևին։ Քեզ էլ նկարներ կուղարկեմ։ Ափսոս որ հետդ չեմ լինի։ Սար, հիմա մոտավոր մի 6-7 ժամով կապի չեմ կարողանալու դուրս գամ։ Խնդրում եմ գնա քնի հանգստացի, որ ես էլ հանգիստ լինեմ։ Լավ, խոստանում եմ հանգիստ կքնեմ։ Դե վերջ ուրեմն գնացի։ Հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է։ Բարի գիշեր իմ սիրուն Սարը։ Բարի գիշեր։ Եվ ջան, կներես։ Մի քիչ ուշացա։ Ոչինչ բան չկա։ Կուզես քեզ էլ խմիչք պատվիրենք։ Չէ, ես այսօր մեքենայով եմ չեմ խմի։ Չնայած կարելի է մի բաժակ բարի ճանապարհ մաղթելու համար, գիտես։ Էդ ում ես բարի ճանապարհ մաղթում։ Քեզ չես գնում Ամերիկա։ Չէ, չեմ գնում։ Մնում եմ Հայաստանում։ Փոշմանել եմ։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու, ասում եմ, մնում եմ Հայաստանում։ Իսկ այդ որոշումդ կապ ունի գորի ամուսնանալու հետ։ Չէ, ինչ կապ ունի իրանց ամուսնանալը այդ ամեն ինչի հետ։ Դե քանի կար որոշել էիր, որ հաստատ պիտի գնաս։ Չէ, Արամ, ուղղակի այդ ամեն ինչը համընկավ։ Իհարկե, գորի ամուսնանալը իմ համար շոկային նորություն էր,
Չգիտեմ ինչի, բայց ես մտածել եմ, որ այս պատմության մեջ միակ կորցնողը ու տանջվողը ես չեմ։ Փաստորեն տղամարդու համար շատ հեշտ է կորցնել ու նորին գտնելը։ Եվ ջան, ինչ կապ ունի կինա թե տղամարդ։ Դուք արդեն 5 տարի է բաժանվել եք։ Այդ տղան էլ որոշել է, որ իր կյանքը պիտի դասավորի։ Իսկ ինչի ես չեմ կարողանում դասավորել։ Ինչի է իր մոտ ստացվում, իսկ իմ մոտ չէ։ Եթե այդ վթարը չլիներ, ես կհասցնեի գորին ինչ-որ բան բացատրել։ Ու մենք այսօր ոչ թե գորի ամուսնանալուց կխոսեինք, այլ իմ ու իր ամուսնությունից, որի մասին մենք այդքան երազում էինք։ Իսկ կարողա դու արդեն չարաշահում ես խմիչքը։ Չէ, Արամ։ Այս մի քանի բաժակը ոչ մի բան չի անելու։ Ուղղակի ես ահավոր ցավ եմ ապրում։ Ես ցավ եմ ապրում ու երևի այդ անորմալը։ Որովհետև երբ հասկանում ես, որ ես ամեն ինչից հետո միակ ցավ ապրողը ու տառապողը դու ես, մի տեսակ համ ապրելուդ իմաստն ես կորցնում, համ էլ հավատալուդ ուժը։ Գիտես, ես չեմ ասում, որ գոռը պետք է իմ նման տանջվել, չէ, դրա մասին չի խոսքը, բայց ես ուզում էի, որ իր համար էլ էս ամեն ինչը մեկ չլիներ, հասկանում ես, բայց պարզվում է, որ ինքը արդեն նոր կյանք է կազմում, ինքը արդեն ամուսնանում է։ Եվ ջան, արի հասկանանք, որ կյանքը այսքանով չի վերջանում։ Հենց այդ է էլի մեր տարբերությունը, որ ի տարբերություն մեզ դուք կորուստներից հետո կարողանում եք ապրել ու շատ հեշտ փոխարինել ուրիշով։ Իսկ մեր մոտ այդքան էլ հեշտ չի։ Կորուստներ կան, որից հետո ապրելուդ իմաստն ես կորցնում, հավատդ ես կորցնում ամեն ինչի հանդեպ։ Գիտես, ես հիմա այնքան ցավ եմ ապրում, ու որի մեղավորը ես չեմ։ Ու մի տեսակ արդար չի, որ ինչ-որ մեկը այդքան երջանիկ է, իսկ ինչ-որ մեկը այսքան դժբախտ։ Եթե գոռը մեր տարիների պատմությունը կարողացել է մի կողմ դնել ու նոր կյանք սկսել, թքած ունենալ այս ամեն ինչի վրա, ես վստահ եմ, որ այն աղջկան, ում ինքը հիմա այդքան շատ սիրում է, իրան էլ ինչ-որ մեկով հաստատ կփոխարինի։ Եվ ջան, դու հիմա մի քիչ խմած ես, մի քիչ էլ հուզված։ Արի այդ ամեն ինչը դնենք մի կողմ ու Սառայի դեպքն էլ ուրիշ է։ Գոռը Սառային շատ է սիրում։ Որտեղ ես դու մնում, արի ես քեզ ուղեկցեմ տուն, տենց ավելի լավ կլինի։ Իսկ ով ասաց, որ ես տուն եմ գնում։ Ուզում ես ստեղ լուսացնել։ Իսկ ինչ որ խնդիր ես տեսնում։ Չեմ էլ լսել։ Բարի գիշեր, Բուջուրս։ Ճիշտ է, նեղացել ես, բայց ես գիտեմ, որ սպասելու ես, որ ասեմ քեզ բարի գիշեր ու նոր քնես։ Բարի գիշեր։ Ասա, Ինչ ասեմ։
Դու ես զանգել։ Հա, բայց դու ես ասում ասա։ Այսինքն Այսինքն կարող է ուղղակի զանգել եմ, որ ձայնդ լսեմ։ Կարող է ու բան չունեմ ասելու, Ռեբեկա ջան։ դե լսեցիր։ Այ հիմա կարամ գնամ հանգիստ քնեմ։ Ինձ թվում է, քեզ հանգիստ քնելու համար պետք չի իմ ձայնը լսել։ Այ ինչա պետք։ Բարի գիշեր, Արամ ջան։ Այ որ ասում ես Արամ ջան, ուրեմն հաստատ առավոտ քնած եմ մնալու։ Աննորմալ։ Հիմա ինչ ես ուզում։ Հեչ, բան եմ ստուգում։ Ինչ։ Ռեբեկա ճիշտն ասա, որ անջատեցիր հաստատ մի վատ բառ ասեցիր, չէ՞ իմ մասին։ Բնականաբար։ Դες արդեն քեզ ինչ լավ եմ ճանաչում։ Բարի գիշեր։ Հանգիստ քնի, Մուննատ ջան, ես հեսա որ գնացի տուն, հիմա դրսում եմ, էլի։ Մենակ եմ քնելու, ոչ մեկ ոչ հետս լինելու է, ոչ էլ մեկին սպասում եմ ես։ Լրիվ մենակ։ Հիմար։ Դες ինչ մոտ ենք իրար հետ, արդեն վատ բառերը առանց անջատել ես ասում։